Պարոն Ղազինյան, հունիսի 6-ին ըստ էության ընտրություններից ժամեր ժամեր էր մնացել, որ ընտրությունները պետք է արդեն տեղի ունենան, գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ եւ Դավիթ Ղազինյանի նկատմամբ անձեռնմխելիությունի զրկելու նպատակով միջնորդություն ներկայացվեց կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ուզում եմ ընթերցեմ այս պայն հակակոռուպցիոն կոմիտեի այն մեղադրանքը, որի մեջ ձեզ մեղադրում են, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի Արաբկիրվաճական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձիկ, ինչպես նաև նույն կուսակցության падգամավորի տեխնացու գրացված Դավիթ Ղազինյանը կուսակցության համակիների եւ նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել է, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Նախ մինչ անդրադառնալը այս նախաքննական այս պաշտոնական հաղորդագրության իրավապահները ձեր տուն եկել էին, պարոն Ղազինյան։ Այո, դրանից մեկ օր առաջ, եթե չեմ սխալվում, հունիսի 5-ին խոզարկությունը տեղի ունեցել, հունիսի 6-ին արդեն այդ շոուի նմանվող այդ ձայնագրությունը ի հայտ եկավ եւ դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, տեսնենք թողնի ստանան որոշում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ազգային ժողովում ասաց չկա գեթ մեկ անձ, որ օրինակ այն ձայնագրությունները, որոնք որ հանրայնացվել, ասի այդ մարդ ասի այդ ձայնագրության մեջի անձը ես չեմ։ Հիմա այդ ձայնագրության մեջի անձը, որը որ խոսում է, դուք եք, պարոն Ղազինյան։ Ես ընդհանրապես իմ խոսակցությունը չկա այդտեղ եւ շատ կարեւոր հանգամանք կա, որ շտաբի մակրուհին է հիմնական դերակատարը, այսինքն շտաբի մակրուհին ամեն ինչից տեղյակ է եւ խոսում է, որ Ցիտեմ Ղազինյան Դավոն գումարա տվեց, ասեց սա ընտրակաշառքի համար է։ Ինչ լուրջ չէ։ Ոչ մեկի հետ նման պայմանավորվածություն։ Բացարձակ, ինչ է նշանակում ընտրակաշառք տալ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ով ընդդիմությանը ընտրել է, ընտրակաշառքով է։ Երեք կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներ ասում են, ով ընդդիմությանը ձայն է տվել, նա փողով է։ Յուրաքանչյուր մարդ ամեն ինչ չափում է իր փչացածության աչքանով։ Հիմա այդ հարցը իրեն պետք է տրվի, ինչ է նշանակում 500 եթե չեմ սխալվում, համարի 50,000 մարդ մեղադրել դրանում եւ երկրորդը հոգեխանգարմունքի մեջ են, որ չեն հաղթել, իրականում չեն հաղթել, այսինքն սահմանության վերապահված ինչ որ կիսատ-պռատ կետով վերցնեն փոշիացած ձայները, գումարեն իրենց դառնան կառավարություն, այդ իրենց եվրոպական բաստիոնում մնաց։ Եվ շատ մի կարևոր հանգամանք այդտեղ հենց առաջին հակակոռուպցիոնը, որ տարածում է իրենց այդ հաղորդագրությունը, հենց առաջի սխալը այնտեղ է, որ փաստերի վրա հիմնված, որտեղ է այդտեղ փաստերը, ինձ անգամ չեն հրավիրել արձակնությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են միգուցե սպասում, ձեզ անձեռնմխելիությունից զրկելու։ Չէ, որպես վկա թող հրավիրեն, եթե իրենք ցանկություն, իսկ միգուցե որպես վկա հրավիրելու դեպքում արդեն կարիք էլ չլիներ դիմելու, կամ եթե այդքան ձայնագրել են։ Ենթադրում եմ, որ ես էլ այդտեղ պետք է եղած լինեմ եւ ինչ-որ մի ձայնագրություն էլ իմ այսպես ձայնով պետք է լինի։ Դե թող դա էլ հրապարակեն, չեն կարող, չեն անի, որովհետեւ իմ խոսելը հրապարակելով ոչ միայն այս գործը կջարդվի, այլ նաեւ ընդհանրապես ամբողջ է։ Ուժեղ Հայաստանը ընտրակաշառք չի բաժանել։ Ուժեղ Հայաստանը միգուցե ներգրավել է աշխատակիցներ, որը միջազգ բոլորն են ներգրավում ընտրությունների ժամանակ, որով նաև թույլատրվում է մյուս ձայնագրությունները, պարոն Ղազինյան, մյուս ձայնագրությունների մեջ հստակ խոստումներ են տրվում, գումարի չափի մասին է խոսք գնում, մյուս ձեր համակիների շրջանում։ Հարաբես ընտրակաշառք ինչ է նշանակում։ Ընտրակաշառք նշանակում է տալ գումար եւ ակնկալել կամ պահանջել կոնկրետ ձայն։ Հիմա այստեղ մենք չենք տեսնում դա, հենց երեք նույն հմեկի եթերով հարց են տալիս հակակոռուպցիոն նախագահին, ասում են դե այդ ուղիղ ընտրակաշառք, ասում չէ, այդ հազար ձևեր են գտել։ Աշխատողներ են ընդունում եւ իրենց ընտանիքով ստիպում են, այսպես ասած, ձայն տալ, պայմանը դա է, բայց հասարակ հանգամանք, եթե աշխատակիցը 2, 3, 4 ամիս աշխատում է այդտեղ, այսինքն Ուժեղ Հայաստանը ընդունում է 1 հոգու աշխատակցի, որպեսզի իրենց 3-4 հոգով ձայն տան եւ 4-5 ամիս աշխատավարձ վճարեն։ Նորմալ չի, չէ, adekvat չի դա։ Ես դրա համար ասում եմ, ով որ ընտրակաշառք է տվել, ես համաձայն եմ, որպեսզի ընտրակաշառք տալու համար հոդվածները խստացվեն։ Ուզում են թող ծմա, այսպես ազատազրկում նախատեսեն։ Չի կարելի դա միանշանակ։ Բայց իրենք դա փորձում են քողարկել իրենց տված օրինական այսպես կոչված չակյատների մեջ ընտրակաշառքով։ Հիմա եթե թոշակ են բարձրացնում բժշկական ապահովություններ ներդրում նախընտրական շրջանում եւ ամբողջ նախընտրական շրջանում մարդկանց դրանով երեսով են տալիս, արդյոք դա ընտրակաշառք չի։ Հիմա եթե մենք մի քանի աշխատող ենք ընդունել,
եւ այդ աշխատողները, գիտեք, ուժը Հայաստանում աշխատելու պարագայում պարզ է, չէ՞ որ մեր աջակիցները պետք է լինեն։ Չի կարող ԽՊ ընտրողը գա ուժը Հայաստանի համար բուկլետ բաժանի, ծրագրեր ուսումնասիրի, հանրայնացնի եւ այլն։ Սա է։ Հունիսի 6-ին պաշտոնական մարմինը հայտարարեց ձեր նկատմամբ հատված քրեական վարույթի մասին։ Հունիսի 6-ից մինչ այսօր լռություն է։ Սպասում են կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպեսզի ձեր անձնամխելիության հարցը լուծեն, որից հետո արդեն ըստ էության նախաքննական մարմինը կլուծի խափանման միջոցի հարցը։ Ինչ փուլում է դա գտնվում, պարոն Ղազենյան։ Այն փուլում ինչ որ հայտարարվել է, գլխավոր դատախազությունը միջնորդությունը ուղարկել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս նիստ իմ մասով չի գումարել։ Պետք է ծանուցի ինձ, մեր ներկայացուցիչներին կուսակցության գումարի նիստ, ունեմ համոզմունք, որ կզրկեն անձնամխելիությունից, այնպես որ Այսինքն պատրաստ է կալանալու պարոն Ղազենյան։ Ես ճիշտ ասած արդեն 11 ամիս է պատրաստ եմ դրան, այնպես որ խնդիր չեմ տեսնում։ Բնակարանին խուզարկությունից որևէ բան հայտնաբերեցին, իրենց ցանկալի միգուցե ընտրակաշարք կամ չգիտեմ, այնինչ որ այսպես ասում են արտասահմանից գումարներ են գալիս, ոչինչ չեն հայտնաբերել, ոչինչ չեն տարել։ Ախր եթե մի բան չկա, ինչպես կարող են հայտնաբերել, ամենամեծ խնդիրը այդտեղ է։ Եվ շատ մի կարևոր հանգամանք եւս կոնկրետ իմ գործի հետ կապված կոնկրետ այդ մակրու նկատմամբ, այսպես ամեն ինչի մեջ իմանալ չհայտնելու խնդիրներ կա, չէ՞։ Կոնկրետ այդ մակրում ոչ մի բան, այսինքն տարել են կալանքի մի քանի օգու, տնային կալանք, ազատազրկման տեսքով կալանք, բայց կոնկրետ մակրու հետ կապված ոչ մի բան։ Այսինքն մակրուն շարունակում է աշխատել, հա, ոչ թե մեզ մոտ աշխատել ու ամենայն դեպս շարունակում է ազատության մեջ մնալ իմ ինֆորմացիայով եւ անգամ լեքսիկոնը նորմալ չի։ Ղազենյան Դավոն, բերես, ճիշտ ասած, ինձ Դավոտ իրում են մի քանի հոգի, այսպես շատ ամենահարազատ, հաստատ մակրոյին են անձը չէր, որը կարող էր եւ ինչպես նաեւ հակակոռուպցիոնի պահվածք էր նմանատիպ դեպքերում։ Գիտեք ինչ են անում։ Ուրեմն տանում են մարդկանց, մեր փաստաբաններին վերև չեն թողում, այնտեղ ասում են անտերեք մնացած այս փաստաբան չեն ուղարկել, վախեցնում են ու ենթադրում են, որ այդպես է անգամ դեպքեր ունեն, վախեցնում են, առաջարկում են գործարք, որին համաձայնում են, չիմացած բաներ խոսում, ընդամենը պետք է որ մակրոյին ինձ մի անգամ այդտեղ տեսած լինի, վերջ։ Այս է խնդիրը։ Հուսով եմ, որ շատ մոտ ապագայում մենք այս ամեն ինչից կազատվենք եւ մեր ԵԱՊ մարմիններին էլ կազատենք այդ ստրկությունից։ Ընտրություններից արդեն մեկ շաբաթ է, բայց սակայն ընդդիմադիր դաշտում նկատվում է լռություն։ Նաև ձեզ եմ ուզում հարց ուղղել, ինչ է կատարում հիասթափություն, ուժերի վերադասավորում, թե դեռևս իսկապես չեք կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, պարոն Ղազենյան։ Գիտեք, իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ այստեղ մի վայրկյանում ուղղակի կողմնորոշվել ինչ պետք է անել, կարծում եմ լուրջ չի, մեզնից ակնկալելը դա։ Ես համոզված կարող եմ ասել, որ մեր յուրաքանչյուր որոշում բխելու է Հայաստանի Հանրապետության եւ մեր ընտրողների, ինչպես նաեւ չընտրողների շահերից։ Պարոն Ղազենյան, ներողություն եմ խնդրում, այս ձեր խոսքի վրա դուք պատրաստ եք գնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել։ Նախ չեմ պատկերացնում ինչա նշանակում Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել։ Բացարձակ այդտեղ ընդդիմություն աշխատելու խնդիր չկա, եթե անգամ այդպիսի որոշում կայացվի, ոչ մի նորմալ մարդու դա հաճելի չէ, այնտեղ լինել ընդհանրապես։ Բայց եթե դա կբխի, հիմա այս իրադարձությունները թող անցնեն, հասկանանք, եթե դա կբխի մեր ժողովրդի, մեզ ընտրողների եւ Հայաստանի Հանրապետության շահերից, այստեղ մեր ցանկանալը բացարձակ նշանակություն չունի։ Եթե կհասկանանք, որ չգնալը ավելի ճիշտ է նրան հեռացնելու, արդեն հեռացածի հաշիվը մոտավորապես ընդհանրապես հեռացնելու համար կընտրենք այդ մեթոդը։ Յուրաքանչյուր որոշում, ես համոզված եմ, յուրաքանչյուրի դեպքում էլ քննադատողներ լինելու են, բայց մենք պետք է գործենք սառը, մենք չպետք է գործենք իմպուլսիվ, չպետք է գործենք Facebook-յան տիրույթում եւ այդ որոշումը կայացնելուց, այսպես ասած, շատ կշռադատելով դնել Հայաստանի Հանրապետության շահ։